Գիտեք, սովորաբար երբ որ մարդուն ինչ որ հարց են տալիս, ինքը ագրեսիվ է պատասխանում, ուրեմն իր ներսում իրեն մեղավոր է զգում, որտեվ եթե ինքը մարդ վստահ է իր արած գործերում եւ քայլերում, ասածում, ինքը հանգիստ է խոսում, ինքը ագրեսիվ չի լինում։ Ագրեսիվությունը ցույց է տալիս, որ ասենք մարդը գիտի, որ վատ բան է անում, բայց անում է, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Սովորաբար ագրեսիվությունը դրա մասին է խոսում։ Նշանակում է, որ իրենք համոզված չեն իրենց արածի ճշմարտացիության մեջ։ Ուղղակի իրենք մտել են մի process-ի մեջ, որից դուրս գալ չեն կարող։ Նույնիսկ եթե շատ էլ ուզենան։ Այսինքն միգուցե իրենք էլ են ուզում այդ process-ի մեջ մտնեն, բայց դուրս գալ չեն կարող։ Այսինքն իրենք չեն այդ process-ի կառավարիչը, որ մի հատ էլ դուրս գան։ Այդպես, այնպես որ իրենք սխալ են, այսինքն իրենք ներսում գիտեն, որ իրենք սխալ են, եւ այդ ագրեսիվությունը պայմանավորված է հենց դրանով։ Հակառակ դեպքում իրենք հանգիստ վստահ կլինեն իրենց ասածներում եւ կարիք չէր լինի նույնիսկ այդ ագրեսիվ, այսպես ասենք, տոնով խոսել։ Այս ժամանակահատվածը պետք է դիմանանք, խրամատը պահենք, մինչեւ որ այդ մեծ գործարքը եւ մեծ ռազմավարական պայմանավորվածությունը, որը կլինի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև տեղի կունենա։ Իսկ այդ պայմանավորվածության շրջանակներում դադարեցվելու է նաև ուղղափառության դեմ պատերազմը, որտեղ դա լինելու է Ռուսաստանի կարմիր գիծը, որ ուղղափառության դեմ պատերազմը պետք է դադարեցվի։ Իսկ դա դադարեցնողը մի պետություն է, Միացյալ Նահանգներ։ Այսինքն նա պետք է Վաշինգտոնից պետք է զանգ ստանան Ուկրաինայում, Մոլդավիայում, Հայաստանում եւ այլ տեղերում եւ ասեն վերջ։ Մենք պայմանավորվել ենք ուղղափառության դեմ պատերազմը վերջացավ, դադարեցվում է, ռուսների հետ գնում ենք հաշտության։ Բայց սրան այս պահը պետք է հասունանա։ Մինչև հասունանալը պետք է դիմանանք։